Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Յոհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է արվեստագետը որպես պատկեր ցուցահանդեսը։ Լուսանկարների հավաքածուն բացահայտում է արվեստագետի կերպարի տրանսֆորմացիան 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը։ Պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի հետ ենք մենք այսօր խոսելու այդ մասին, ցուցահանդեսի հավաքածուի առանձնահատկությունների մասին, նաև թե արվեստագետի լուսանկարչական դիմանկարը ինչպիսի սոցիալական դեր է ունեցել ժամանակին ու թերևս նաև այսօր։ Ողջույն Վիգեն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն, շնորհակալություն հրավերի համար։ Նախ խոսենք նախագիծը ինչպես ծնվեց եւ որն էր պատկերասրահի հենց այս հավաքածուն առանձին ցուցադրությամբ ներկայացնելու շարժառիթը։ Գաղափարը իրականում դեռևս նախորդ տարի էր ծագել, որովհետև մենք 2021 թվականին, երբ որ հիմնեցինք ցուցահանդեսային բաժինը, մինչ այդ ներողություն լուսանկարչության բաժինը, մինչ այդ լուսանկարչությունը ազգային պատկերասրահի մշտական հավաքածուի մաս չէր եւ 2021 թվականից ի վեր մենք մշակում ենք այնինչ պատկերասրահի տարբեր ֆոնդերում, հիմնական արխիվում արկա էր եւ պարզե որ դրանց հիմնական մասը, այդ եղած լուսանկարների հիմնական մասը արվեստագետների արխիվներից դուրս եկած լուսանկարչական առարկաներ էին եւ դրանցից շատերը իհարկե պատկերում են հենց արվեստագետներին, նրանց ստեղծագործությանը առնչվող ինչ որ դրվագներ կամ ընտանեկան լուսանկարներ եւ այն մասը, որը ներկայացնում էր թե գեղարվեստական թե պատմական արժեք, մենք առանձնացրեցինք արդեն մշտական հավաքածուում ներառելու համար եւ քանի որ կար այդ քրիտիկական քանակությունը ցուցահանդեսին իրականացնելու համար եւ նաեւ որպես հետազոտական ու շատ հետաքրքիր էր դիտարկել այդ ժառանգությունը ցուցահանդեսի համատեքստում ըստի որոշեցինք որ առաջի ցուցահանդեսը որը պետք է հիմնված լինի հենց պատկերասրահի մշտական հավաքածուի վրա պետք է նվիրված լինի հենց այդ թեմային, այսինքն լուսանկարչություն, արվեստ կամ ասենց ասեմ կերպարվեստ, ավանդական կերպարվեստ այդ հարաբերակցությունը ինքնին շատ հետաքրքիր էր, որովհետև ինչ որ առումով լուսանկարչությունը որպես արվեստի միջոց ներխուժում է պատկերասրահ եւ այս ցուցահանդեսի մեջ էլ մենք տեսնում ենք այդ շատ հետաքրքիր հարաբերությունը, որը կա տեսախցիկի եւ արվեստագետի եւ լուսանկարչի ու այլ վիզուալ նկարիչների միջև եւ ցուցադրության մեջ կարող ենք տեսնել այդ զարգացումը, որը տեղի է ունենում հիմնական 20-րդ դարի ընթացքում մինչեւ մեր օրերը, որտեղ պատկերացումը թե ով է արվեստագետը այո շատ արմատականորեն փոխակերպվում է եւ եթե ասենք ցուցահանդեսը մեկնարկում է օրինակ Հովհաննես Այվազովսկու դիմանկարով ամենահին լուսանկարը Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսում, բայց ոչ հավաքածուում դա իր կյանքի վերջում արված այդպես տաղավարային լուսանկար է բեմադրված, շատ հայտնի, բազմիցս վերատպված ու հրաշալի արտահայտում է այդ ժամանակաշրջանի ընդունված սոցիալական պատկերացումների արվեստագետի մասին, այդ հանճարի կերպարով, որը ինչ որ առումով գրեթե կախարդանք է արարում, որտեղ այնտեղ Այվազովսկին մեզ հառնում է իր նկարակալի առջև եւ որտեղ պատկերված է իր վերջին գործերից մեկը, այդ գրեթե հիպերռեալիստական ծովը եւ իհարկե այդտեղ ինքը ներկայանում է որպես այդ տղամարդ հանճարի կերպարանքով եւ տեսնենք որ ամեն տասնամյակում այդ կերպարը, այդ սոցիալական կառուցվածքը, այսպես ասած, սկսում է այս կամ այն կերպ փոխվել ու շատ հետաքրքիր է կան օրինակ որոշ
որոշ դեպքերում մենք ներառել ենք օրինակ նույն արվեստագետի տարբեր ժամանակաշրջանների դիմանկարներ, օրինակ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի լուսանկարը, որը արվել էր իր դեռևս ուսանողական տարիներին Բաքվում, հենց 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, եւ արդեն երբ որ նա հաստատված Եվրոպայով մեկ հայտնի արվեստագետ էր եւ այդ կտրուկ փոփոխությունը թե ոնց է հենց արվեստագետը ինքն իրեն ուզում պատկերել, հա, եւ ոնց է լուսանկարչությունը տեսնում, շատ ցուցիչ է։ Հետաքրքիր է, օրինակ պատմական, բացի որ պատմական վավերագրումն է ցուցադրել, արդյոք նաև արվեստագետի դերի շուրջ երկխոսության, այսպես հնարավորություններ է ստեղծում այս ցուցահանդեսը։ Այսինքն, ինչպիսին էր արվեստագետի դերը տարբեր ժամանակներում։ Դա կարող է իհարկե միայն ակնարկի տեսքով լինել, այսինքն եթե խորանում ենք նրա մեջ թե ինչ պատկերագրություն են, հա, գրում այդ լուսանկարները եւ այդ պատկերագրությունը ինչ է մեզ հուշում, այսինքն ինչպես ասացի, եթե 19-րդ դարի վերջում կամ 20-րդ դարի սկզբում շատ կարևոր էր այդ արվեստագետ Հանճարի կերպարը, օրինակ 20-ականներին, 30-ականներին արդեն մոդալությունը փոխվում է դեպի արվեստագետ, որը ավելի սոցիալական կերպար է, ավելի մի քիչ մոտ է նույնիսկ, չգիտեմ, նորաձևության, այսինքն ճաշակ թելադրողի եւ պրովոկատորի, սադրողի, որը մի գիծ է, որը զարգանում է ընդհուպ մինչեւ օրինակ 50-ականներ եւ 60-ականներ, որտեղ մենք տեսնում ենք օրինակ Սալվադոր Դալին, այդ կերպարի հենց ես դա եմ ուզում հարցնել, արդյոք կա այդպես ակնառու տարբերություն, թե ինչպիսին են իրենց դիրքավորում օրինակ հայ կամ եվրոպացի արվեստագետները ու նաև որքանով է ազդել հենց ազգային կամ թեկուզ քաղաքակրթական գուցե կամ քաղաքական միգուցե կոնտեքստները։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ առաջին հերթին այս լուսանկարները փաստում են մի ակնհայտ բան, որ հատկապես արդեն արդիականության շրջանում արվեստագետի այդ նորմատիվ ընկալումները կամ հասկացողությունները շատ գլոբալ եւ համաշխարհային բանաձևեր եւ ձևաչափեր ունեն, այսինքն մենք տեսնում ենք նաեւ որ իհարկե այն հայ որտեղ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարի մեծ մասը պատկերել են հենց հայ արվեստագետներին, բայց դրանց մեծ մասը աշխատել է արտերկրում, ոչ Հայաստանում, զգալի մասը, եւ չկան տենց ընդգծված ազգային տարբերություններ, այսինքն Պիկասոյի կերպարի ու նաեւ ասենք մեր հայ որը կա օրինակ տարբերություն, չէ, կան տարբերություններ, բայց դրանք շատ նուրբ են եւ պետքա ենթատեքստերը կարդալ, օրինակ Պիկասոյի եւ Սարյանի միջև տեսնում ես, որ բավականին բայց ներողություն, նրանք նույն սերնդի կամ նույն ժամանակաշրջանի գուցե մի քիչ չէ, հա, նույն սերնդի են, այսինքն թե Սարյանը, թե Պիկասոն ստեղծագործական ասպարեզ են գործեր գրեթե միաժամանակ, այսինքն թե տարիքային, թե ծերնդային առումով նրանք նույն ժամանակաշրջանն են պատկանում, բայց լրիվ այլ են իրենց, որովհետև այն սոցիումը, այն համատեքստը եւ այն մշակույթը, որտեղ որ իրենք ստեղծագործում են, իրենց հատկացնում է տարբեր դերեր, այսինքն շատ հնարավոր է, որ եթե Սարյանը ենթադրենք 1928 թվականին չվերադառնար Փարիզից եւ մնար Փարիզում, միգուցե ինքը ավելի շատ նմանվեր Պիկասոին, քան թե այն ինչ որ մենք տեսնում ենք Հակոբ Հեքիքյանի լուսանկարում այդ ոնց ասեմ իմաստուն փառավոր իմաստուն, բայց նաև տենց ազգային արժանապատվություն, ինչ որ մանրավորող եւ ամփոփող մի անհատականություն, նրան ու միշտ հարց է ծագում, իրոք Սարյանը այդպես էր իրեն տեսնում կամ դիրքավորում, թե դա մեր
պրոյեկցիաներն են, մեր կառուցվածքն է նրա պատկերի շուրջ, որովհետև բոլոր գրեթե իր լուսանկարներում, որոնք արված են հենց ոչ թե ռեպորտաժային կարգով կամ դիմանկարներ են, այդ միտումը կա ներկայացնել նրան որպես տենց մշակութային առաջնորդի եւ վեհ կերպարի իսկ դե այսօր էլ ենք մենք այդպես պատկերացնում, չէ, ասենք մտավորականի կերպար, որը խորհուրդներ է տալիս, որը միշտ ճիշտ է, այսպես կա նման բան, բայց ինձ թվում է ավելի քիչ, որովհետեւ արդեն իսկ մասսայական մեդիայի, սոցիալական ցանցերի շնորհիվ արվեստագետը շատ տարբեր դրսևորումներ է ունենում սոցիալական եւ մշակութային հենց հանրային տիրույթում, այսինքն չկա այն շատ խիստ սահմանափակված, ոնց ասեմ, ուղին, որի միջոցով արվեստագետի կերպարը, ոչ միայն ստեղծագործողը, հենց կերպարը, հաղորդակցվում էր նայն հանրությանը, եթե առաջ խորհրդային տարիներին դա հստակ սահմանված կանոններ են, այսինքն պաշտոնական հիմնականում պաշտոնական մամուլը, չգիտեմ, նկարիչների միության ցուցահանդեսները եւ այլն, այնինչ իհարկե արվեստագետը իր անհատական տիրույթում դեռ ուրիշ մարդ էր։ Այսօր չկան այդ ժամանակակող շրջանակների եւ արվեստագետը նաեւ ունի հնարավորություն եւ նաեւ գիտակցություն, որ իր պատկերը նույնպես ինչ որ առումով արվեստի գործ է ինքը որպես արվեստագետ դա հղվում է հենց ցուցահանդեսի վերնագրին, այսինքն արվեստագետը դա ոչ թե զուտ անձ է, այլ դա մի երևույթ է, այսպես ասեմ, նույնիսկ կարելի ասել սոցիալական ժանր, ինչ որ առումով, որը անընդհատ փոխվում է, փոխակերպվում է եւ այդ փոփոխությունները կարելի ասել դարել են տևական վերածննդից սկսած, երբ որ Լազարին գրում է իր գիրքը իր ժամանակակից արվեստագետների կենսագրությունները եւ ցուցահանդեսը շատ հետաքրքիր ձևով մատնանշում է թե այսօր ոնց են այդ սահմաններն ու ձևակերպումները փոխակերպում, որտեղ արդեն վերջի շրջանի աշխատանքներում տեսնում ենք նաև հենց լուսանկարիչների, որոնք դիրքավորվում են որպես արդեն արվեստագետներ, այսինքն լուսանկարիչը ինքը արդեն արվեստագետ է եւ կարիք չունի նաեւ միջնորդման եւ արվեստագետը նաեւ հասկանում է պատկերը որպես ոչ թե զուտ վավերագրում, այլ իմաստային եւ քաղաքական եւ սոցիալական իմաստների, ասես մի հատ ցանց եւ կարողանում է դա բերել արդեն պատկերային մակարդակ ու նաեւ ջնջվում է հեղինակ եւ բնորդ կամ հեղինակ եւ օբյեկտ այդ սահմանները շատ հաճախ, որովհետեւ կարող է այդ պատկերը ստանալու համար դու ուզենաս կամ ստիպված ես հենց համագործակցել քո բնորդի հետ, որպեսզի ստանաս այն ինչ որ մենք տեսնում ենք։ Եվ օրինակ շատ հաճախ արվեստագետները հենց իրենք գիտակցաբար են այդպես Այո, դերի մեջ մտել, չէ, օրինակ նույն Սալվադոր Դալիի կերպարը, որ մենք տեսնում ենք տարբեր լուսանկարներում եւ ոչ միայն Սերգեյ Փարաջանովը, այո, նույն Փարաջանովը։ Փարաջանով, օրինակ կա երկու Փարաջանովի լուսանկար ու տեսնում ենք ինչքան տարբեր է այդ կերպարը այդ երկու լուսանկարներում, որոնք արված են մեկը Արագյուլերի կողմից, մյուսը Յուրի Մեչիտովի շատ հայտնի լուսանկարն է, որը կոչվում է Թռիչք, եւ իհարկե սա նաեւ հուշում է, որ այն մարդուն այն անհատականությունը, որ մենք տեսնում ենք լուսանկարում, միշտ մեկ ուրիշի հայացքն է եւ կոնստրուկտն է, այսինքն դա
մարդը չէ ամբողջականությամբ, դա կարող է լինի նրա կողմերից ընդամենը մեկը կամ ընդհանրապես, բայց կարող է նաև համագործակցություն լինի, իհարկե, միշտ, այսինքն մարդու սոցիալական կերպարանքը եւ մշակութային կերպարանքը միշտ ինչ որ տարբեր ազդեցությունների եւ ներուժների համագումար է, որը անընդհատ փոխվում է, այսինքն ըստ նրա թե ու մենք երեսվում մեր առօրյայում դա կլինի անհատներ, ինչ որ խումբ, տեսախցիկ եւ այլն, լրագրող, հա, մենք անընդհատ դերակատարումների մեջ ենք եւ արվեստագետները այդ մարդիկ են, որոնք շատ հստակ են դա հասկանում եւ աշխատում են դրա հետ որպես գործիք։ Ուղղակի եթե առաջ ավելի հեշտ է դիրքավորել, որ դե էս ոնց որ ասած ես եմ ու սա իմ կերպարն է, որովհետև օրինակ որոշ արվեստագետների դեպքում իհարկե դա արդեն ուժային հարաբերակցություն է, հա, կամ իշխող, եթե դու հայտնի արվեստագետ ես, քո կերպարը շատ կարևոր էր, այսինքն օրինակ Andy Warhol-ը բացառիկ օրինակ է դրա, թե ոնց է մարդը իր հենց սեփական կերպարը դարձնում արվեստի գործ եւ բրենդ, ճանաչելի, ցավոք մենք չունենք իհարկե Warhol-ի գործերից, բայց օրինակ Միքա Վայցինյանի գործերը, որոնք ինքնադիմանկար են, բայց այդ դրա սահմաններից անցնում են։ Այսինքն selfie ինչ որ իմաստով։ Ինչ որ իմաստով selfie, բայց ավելի շուտ գիտեք ոնց որ դա պերֆորմանս է, որը ամփոփված է լուսանկարի տեսքով, հա, լուսանկարը որպես պերֆորմանս ու դա հիշում եմ, որ իհարկե, երբ որ նման այսօր, երբ որ մենք լուսանկարում ենք, այդ անընդհատ անդադար պերֆորմանս է, տեսախցիկի արժե, որտեղ մենք անընդհատ մտածում ենք, թե ով է մեզ տեսնելու, ինչի համար ենք մենք մեզ նկարում, հա, նամանավանդ սոցիալական ցանցերում, այսօր փողոցով որ անցնում ես, տենց պերֆորմանսների շքերթ են, ինչ որ առումով բոլորն էլ այսօր դրա շնորհիվ դառել են ինչ որ տարօրինակ ձևի արվեստագետներ։ Այո։ Շատ լավ, որքանով հիշում եմ 50 լուսանկար է ներկայացված շուրջ 50 տարբեր երկրների արխիվներից են, չէ՞, դրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպայից ու նաև Հայաստանյան։ Նույնիսկ Չինաստանից ունենք շատ հետաքրքիր լուսանկար եւ դա հավաքածու է, որը իհարկե գնալով աճում է, այստեղ միայն ազգային պատկերասրահի հավաքածուի գործերը չեն, կան նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, հույսով եմ դրանց մի մասը նույնպես մուտք կգործեն հավաքածու ցուցահանդեսից հետո կամ հետագայում եւ իհարկե այս ցուցահանդեսով մեկնարկելու է մի ամբողջ շարք տարբեր ցուցադրությունների, որոնք նվիրված են լինելու լուսանկարչության թե տարբեր պատմական փուլերին, թե նաև որոշակի ժանրային, հա, կատեգորիաներին, օրինակ հաջորդ ցուցահանդեսը, որ մենք պատրաստում ենք, առնչվելու է բնանկարչությանը, որտեվ դա էլ է շատ հետաքրքիր, ոնց է լուսանկարը տեսնում լանդշաֆտը։ Լանդշաֆտը տարբեր ժամանակներում, հա, ինչպես է։ Հա, նույն կերպ, գիտեք ոնց է մեր ընկալումը տարածության, տեղի, բնության մասին փոխվում հենց լուսանկարչության պատճառով, որտեղ լուսանկարչությունը տալիս է հնարավորություններ, որոնք տեսնելու հնարավորություններ, որոնք մարդը մինչ այդ չի ունեցել, այսինքն օրինակ ճամփորդելու, հավաքելու, համադրելու, մոտիկանալու, հեռվանալու, վերևից նայելու եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը կտրուկ եւ արմատականորեն փոխում է մարդու ոչ միայն պատկերացումը արտաքին աշխարհի մասին, բայց նաև իր հարաբերությունները, հա, դու աշխարհի քո միջավայրի հետ, որովհետև ունես գործիք, որը քեզ թույլ է տալիս տեսնել եւ պատկերել բաներ, որոնք մինչ այդ քեզ համար հասանելի չէին։ Եվ իհարկե դա նաև առնչվում է հենց մարդուն,
նույնպես։ Իսկ մեծ է առհասարակ պատկերասրահի արխիվը դիմանկարների, արվեստագետների եւ ինչպես է կատարվել այդ ընտրությունը։ Դե, ասենց ասեմ, արխիվը իհարկե շատ մեծ է, ընդհանուր արխիվը դա 250,000-ից ավել մի արխիվային փաստաթղթերի, լուսանկարների հավաքածու է եւ դա հավաքածու է, որը հավաքվել է հենց պատկերասրահի հիմնադրման օրից իսկ արվեստագետները, նրանց ընտանիքները տարիների ընթացքում նվիրաբերել են պատկերասրահին այդ արխիվային նյութերը, ուստի չի եղել ինչ որ կողմնորոշված հավաքակչական ուղղություն, որ հավաքել են այն արվեստագետների արխիվները, որոնք արկա են հենց պատկերասրահի հավաքածուում եւ իհարկե հիմա դա փոխվել է լուսանկարչության առումով, որովհետեւ մենք ոնց որ դուրս բերելով այն ինչ որ արկա էր ու կուտակվել էր այնց պատահականության սկզբունքով տարիների ընթացքում, հիմա պետք է փորձեն կառուցել ավելի գիտական հավաքածու, որը թույլ կտա հետազոտել նախ եւ առաջ հայ եւ ոչ միայն հայ, նաեւ համաշխարհային լուսանկարչության պատմությունը եւ այդտեղ իհարկե ահռելի աշխատանք կա անելու, միայն հայ լուսանկարչության դա մի անծայրածիր տիրույթ է, որը շատ լուրջ եւ հետեւողական հետազոտման կարիք ունի, բայց նաեւ հենց հավաքելու առումով, որովհետեւ թվում է թե լուսանկարել դա ամենա հասանելի բանը, բայց լուսանկարչական արխիվները ամենահեշտ կորող հենց հատկապես այսօր ցավոք սրտի բաներից եմ, որովհետև մարդիկ, չգիտեմ, տեղափոխվում են, տեղաշարժվում են, չեն հասկանում դրանց, հետո այսօր որ ամեն ինչ թվային է, մարդիկ ֆիզիկական լուսանկարները թվում են անեական, ասենք սկանավորում են, հետո լուսանկարները թափվում են, ես ինքս քանի որ արդեն 20 քանի տարուց ավել զբաղվում եմ հավաքչությամբ, ասենք, չասեմ քանի հարյուրավոր լուսանկարներ եմ գտել ուղղակի աղբից, հազարավոր, որովհետև ուղղակի մտնում էր ինչ-որ լքված տուն ու այնտեղ տոպրակներով այդ ընտանիքի լուսանկարչական արխիվներ եւ նույնը շատ հաճախ ցավոք կարա պատահի հենց արվեստագետների արխիվների հետ, ուստի եթե ներկայացում եք որևէ արվեստագետի եւ ունեք նրա արխիվ, որի հետ չգիտեք ինչ անեք, միշտ կարող եք դիմել ազգային պատկերասրահին եւ նվիրաբերել այդ արխիվը, որովհետեւ դա հսկայական արժեք եւ կարեւորություն ունեցող նյութ է, որը սա էլի գիտություն մեծ այո, մենք հետազոտողներս, գիտեք, առանց արխիվների մենք բան չենք կարող անել, բայց նաև մենք շարունակելու ենք ակտիվ աշխատանք տանել նաև ժամանակակից արվեստագետների հետ, որոնք օգտագործում են լուսանկարչությունը որպես արվեստի միջոց եւ շատ ուրախ եմ, որ արդեն այս տարի ունենք մի քանի կարևոր նվիրատվություններ նաև արտասահմանից, այսինքն իմ որպես նաև լուսանկարչության բաժնի համադրող խնդիրն է, որ մեր լուսանկարչության հավաքածուն դառնա տարածաշրջանում առաջատարը, բոլոր հիմքերը ունենք դրա համար եւ այսօր ոչ միայն ունենք արդեն հավաքածու լուսանկարչության բաժին, այլ նաև լուսանկարչության մշտական ցուցասրահ, որը հնարավորություն է տալի պարբերաբար այդ ցուցադրությունները կազմակերպելու։ Այդտեղ ներկայացված էին նաև այսպես միջազգային հայտնիության դեմքեր, օրինակ Քարշի, Արագյուլերի գործերը, ու նաև կային մեր օրերի, մեր ժամանակների մեզ հայտնի լուսանկարիչներ, որոնք մեր կողքին են, այսօր էլ ստեղծագործում են։ Այդ համադրությունը եւ այդ ընտրությունը ինչպես է եղել։ Դե շատ բարդ էր ընտրություն կատարել այն առումով, որ տարածքը, որ մենք ունենք, լուսանկարչության ցուցասրահ բավականին փոքր է, սահմանափակ է, հա, եւ այդտեղ ներկայացնել, ասենք 100 տարվա պատմություն եւ ավել իհարկե դժվար էր։ Գիտեք, երբ որ արդեն սկսում ես ինչ որ եղած նյութից, որը արկա է, որպես համադրող եմ
խոսում, ինքը սկսում է թելադրել, թե իր զարգացումը եւ շարունակականությունները որտեղ պետք է ուղղվեն եւ ինչ պատմություն ես դու նաեւ ուզում պատմել որպես համադրող, որովհետեւ արվեստի պատմությունը դա գիտեք այնց այնքան բազմանկյուն մի հատ գոյություն է, որ ցանկացած ցուցահանդես միայն մի փոքր դրա կողմը կարող է ցույց տալ։ Այսինքն երբեք չի կարող լինել հավակնություն, որ սա ամբողջական պատկերն է կամ սա ամբողջական պատմությունն է կամ եւ այն ընտրությունը, որ կատարվեց հատկապես ժամանակակից արվեստագետների պարագայում, դրանք արվեստագետներ են, որոնք ես գիտեմ, որ աշխատել են այդ թեմայի շուրջ, մտածել են դրա շուրջ, առնչվել են եւ ստեղծել են այնպիսի գործեր, որոնք հստակ կարող են ցույց տալ այն փոխակերպումները, որոնք ես ուզում եմ արտահայտել, օրինակ, երբ որ մենք Արագյուլերից եւ մեջտովից անցնում ենք դեպի Կամոն Իգարյան, հետո Կամոն Իգարյանից անցնում ենք դեպի Միկա Վացինյան ու տեսնում ենք այդ շատ հետաքրքիր Նազիկ Արմենակյան, հետո տեսնում ենք, որ կա օրինակ այդ փորձարարական, ռադիկալ միտումներից կա հետո հետդարձ դեպի ավելի տենց վավերագրական ճշգրտությանը հավակնող լուսանկարություն, օրինակ Նազիկի եւ Անահիտ Հարապետյանի գործերում, որովհետեւ կա լուսանկարիչների նոր սերունդ, որոնք հիմնականում կանայք են, այսինքն ցուցահանդեսի վերջի հատվածում շեշտը հենց կին լուսանկարիչների վրա է եւ կին արվեստագետների, որովհետեւ այդ փոխակերպումների, որ ասում ենք, եթե սկզբում Այվազովսկիով ենք սկսում եւ էլի լիքը հայտնի արվեստագետ, վերջում դրանք հիմնականում կանայք են, այսինքն առաջ եթե կինը չէ, ընդամենը 100 տարի առաջ կինը նույնիսկ ոչ ոք չէր պատկերացնի, որ կինը կարող է լինել հանճարեղ կամ կարևոր արվեստագետ, այսօր իհարկե ուղիղ հակառակն եւ չնայած եղել են այդպիսի դեպքեր, եղել են, բայց ասենք գիտեք ոնց կինը տենց գրեթե երբեք կին արվեստագետը երբեք չի եղել հանրային երևակայության մասնիկ կամ ազգային, ինչ որ երևակայության մասնիկ, օրինակ տեսնում ենք այնտեղ Փանոս Թերլեմեզյանն է Ֆիդայու իր հանդերձով շատ պերֆորմատիվ լուսանկար է, որտեղ ինքը մանրանում է ազգային ոգին. Իսկ վերջում մենք տեսնում ենք այս ժամանակակից շատ մեկը մյուսից տարբեր կանանց, որոնք այսօր ներկայացնում են առաջին հերթին ազգային մշակույթի այդ բազմակողմանիությունը եւ բազմաշերտությունը եւ չես կարող արդեն ինչ որ որակավորումներ տաս կին արվեստագետը, սա ուղղակի արվեստագետ է առաջին հերթին եւ նրանք այսօր ունեն շատ առանցքային դեր բարեբախտաբար մեր մշակույթում, այսինքն իմ նպատակը նաև այդ ընդհանուր զարգացումները ցույց տալն էր ինչ որ ձևով կամ նրանց ակնարկելը եւ հուսով եմ որ այցելում որ կգա ցուցադրություն ոչ միայն կսևեռվի այդ ինչ որ կենցագրական, կամ նոստալգիկ նոտաների վրա, այլ կդիտարկի սա որպես իրոք որպես պատմություն, որպես ժամանակի մասին, նաև մշակութային փոխառնչությունների մասին, օրինակ եթե ուզում ենք մտածել թե ինչպիսին էր կամ ով էր հայ արվեստագետը, այս լուսանկարները օրինակ 60-ականներին օրինակ 60-ականներին գիտեք որտեվ այնտեղ կան այդ առանցքային դեմքերը Մինաս Ավետիսյանը կա Մարտիրոս Սարյանը կա Հովսեփ Կարյալյանը կա եւ նրանք բոլորը շատ ի հայտ են գալիս շատ կոնկրետ կերպարանքներով, որոնք հուշում են թե ինչպիսին են հենց իրանց պատկերացնում Շատ լավ, թերևս այսքանը ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի ամիս, հոկտեմբերի 4
Հոկտեմբերի 4-ը կարող եք այցելել, կարող եք նայել այս ցուցահանդեսը, գուցե ինչ-որ մի բան տա սիրելի ռադիո լսողներ, որովհետև շատ հետաքրքիր է, մանավանդ ընդհանրապես լուսանկարիչ նաև արվեստագետների, այսպես աշխատանքների տարբերություններ նաև այդտեղ հետաքրքիր։ Շնորհակալություն Վիգեն, սիրելի ռադիո լսողներ, մենք այսօր խոսում էինք արվեստագետը որպես պատկեր ցուցահանդեսի մասին, իսկ զրուցակիցս համադրող, ցուցահանդեսի համադրող, պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն էր։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն